Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն եւ այսօրվա ընթացքում նաեւ խոստացել էինք, որ տաղավարում մեզ հետ առավոտը կիսելու է նաեւ մեր գործընկեր Անուշը եւ պատրաստելու է շատ համեղ հետաքրքիր մի բաղադրատոմս։ Այո, հիմա այդ պահն է։ Նախորդ շաբաթ ես զավթել էի խոհանոցը Անուշից, հիմա նա կրկին վերադարձավ իր թագավորական անկյունը մեր տաղավարի բարի լույս սիրելի Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, հրաշալի։ Դուք Շատ լավ, անհամբերությամբ սպասում ենք հաղորդման հենց այս հատվածին, որովհետև Անուշի պատրաստած ցանկացած բաղադրատոմս իսկապես շատ համեղ էր ստացվում։ Մեզ շատ հետաքրքիր է, թե այսօր ինչ ես առաջարկելու մեզ։ Այսօր գվակամոլեի տրամադրություն չունեք։ Միշտ։ Միշտ, չէ՞։ Մշտապես ունենք, այո։ Դե ուրեմն այսօր պատրաստելու ենք գվակամոլե եւ մատուցելու ենք մեր հայկական լավաշի վրա։ Ահա, հրաշալի։ Ուղղակի հիմա լավաշը կդնենք մենք թավայի վրա։ Մի փոքր տաքանա եւ մի փոքր կչորացնենք։ Ու մեր ամբողջական գվակամոլեն կդնենք լավաշի վրա եւ այդպես կմատուցենք։ Այո։ Սկսենք լոլիկներից, կտրտենք։ Բայց արի հիշեցնենք հեռուստադիտողներին, ինչ է անհրաժեշտ գուակամոլե պատրաստելու համար։ Մեզ անհրաժեշտ է համեմ, սոխ, սխտոր, լոլիկ, ավոկադո եւ կիտրոն կամ լայմ, ով ինչ կցանկանա։ Եվ ընդհանրապես շատ տարբեր տեսակներ կան, տարբեր ձևերով են պատրաստում, բայց ես այսօր կկտրտեմ ոչ թե կճզմենք, կտրորենք, այսպես միասեռ զանգված որ չդառնա, մի քիչ ավելի տեսանելի կլինեն բաղադրիչները, որովհետև աղցանի նման ենք մատուցելու լավաշի վրա։ Ահա։ Ինչից է պետք սկսել։ Լոլիկները կտրենք։ Այսպես կարող ենք ուղղակի 4 կես անել։ Քանի որ աղցանի նման ենք մատուցելու, նաև այն հեռուստադիտողներին, որոնք ունեն ավելի շատ ժամանակ պատրաստելու համար, կարող ենք խորհուրդ տալ լավաշը փոքրիկ ձևամաններով տեղափոխել ջեռոց եւ փոքրիկ ափսեներ ստանել լավաշից ու միանգամից մատուցման ափսեներ կունենաք փոքրիկ բաժակների տեսքով։ Իդեպ ես էլ բարձից օգտվելով հիշեցնեմ, որ մենք նախորդ շաբաթ պայմանավորվել ենք սիրելի հեռուստադիտողներ Մանեի հետ Մխոյան, ինչպես նաև ձեր հետ, որ գալիք ուրբաթ օր, այսինքն ընդամենը 2 օրից Մանեն պետք է լինի մեր խոհանոցային հատվածում, նա պետք է զավթի մեր խոհանոցը եւ առաջարկի հետաքրքիր բաղադրատոմս։ Ես հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը ուժի մեջ է Մանե։ Հատուկ եմ սա ասում ուղղակի եթերում, որպեսզի դու չկարողանաս խուսափել։ Ես չեմ խոսափում երբեք Անուշի գեղեցիկ խոհանոցում հայտնվելուց եւ այն էլ այն դեպքում, երբ գիտեմ քեզ համար եմ որևէ բան պատրաստելու Դավիթ։ Ես էլ կուզեի այդ օրը այստեղ լինեի, բայց ես կլինեմ։ Դե մենք առիթից օգտվում ենք Անուշ, քանի դու խոհանոցում չես, չարաճճի երեխաների նման գրավում ենք այդ տարածքը։ Բայց իհարկե որևէ կերպ մեզ չենք վնասում։ Տեսնում եմ, որ դուք այո, այստեղ հետաքրքիր համեղ բաղադրատոմսեր եք ներկայացնում, հետաքրքիր կլինի, ման է։ Դու ամեն դեպքում բաց թողեցի։ Հիմա մտածում եմ ինչ պետք է պատրաստել։ Էքսպերիմենտը։ Այո, նախորդը բաց թողեցի։ Ցավոք։ Բայց մանեն գոհ էր կարծես։ Ոչ միայն ես, մեր ողջ թիմը շատ գոհ էր, որովհետև բոլորս փորձեցինք քո պատրաստած շատ համեղ բրուսկետաները եւ անմահական էր դա պետք է նորից պատրաստել, բայց ուրիշ բաղադրատոմսով։ Պետք չէ կրկնել։ Միասին մի անգամ էլ միասին կպատրաստենք Դավիթ։ Ես մի բարդ բաղադրատոմս գիտեմ, հիմա չեմ ասի ինչ է Անուշ, մենք եթերից հետո միասին կզրուցենք, կքննարկենք, որ հասկանանք ինչպես արագ համատեղ ուժերով, այո, կարողանանք պատվով դուրս գալ այդ իրավիճակից։ Հրաշալի, շատ լավ։ Ինձ մոտ հենց նոր մի նոր միտք ծագեց, կարող ենք նվեր անել Անուշին եւ տեղերով փոխվել ուղակի։ Մի օր մենք հայտնվենք խոհանոցում, իսկ Անուշը կնստի, այստեղից կվայելի ողջ ընթացքը եւ ներկայացնեմ խորհուրդներով, ուղղություն կտամ մեզ վերջում մենք էլ արդեն քեզ կտանք, որպեսզի դու փորձես մեր պատրաստած ուտեստը։ Եվ անկեղծ քո կարծիքը կասես, ինչպես է ստացվում մեզ մոտ։ Ես ճիշտն ասած դժվարանում եմ, երբ ուղղակի նստում եմ ու նայում եմ, թե ինչպես են խոհանոցում ինչու բան կատարվում։ Այդպես նստել չեմ կարող։ Ես առաջարկում եմ միասին անպայման։ Շատ լավ։ Պայմանավորվեցինք։ Մենք այս ընթացքում նաև սիրելի հեռուստադիտողներ փորձում ենք ավոկադոյի մասին հետաքրքիր փաստեր գտնել ձեզ համար, որպեսզի ներկայացնենք, ինչ Անուշը զբաղված է կտրատելով լոլիկը, չէ՞ կարծես այստեղից ճիշտ եմ տեսնում։ Այո, ես նաև ինչ-որ փաստեր էի որոնում, օրինակ գիտես ինչ պարզվեց Անուշ։ Ահա։ Նախորդ եթերաշրջանում մենք բացահայտել էինք, որ ավոկադոն փաստորեն միրգ է։ Այո, այլ ոչ բանջարեղեն, տարածված այսպիսի թյուրըմբռնում կար։ Իսկ հիմա ես պարզեցի քիչ առաջ, որ ավոկադոն փաստորեն հասունանում է միայն այն դեպքում, երբ քաղում են նրան, վերցնում են
ծառից եւ եթե չքաղեն այն չի հասունանա եւ մոտ 18 ամիս այդպես կարող է կախված մնալ ծառից։ Օй, հետաքրքիր էր։ Չգիտենք այս մասին։ Բայց կարծում եմ սա հիանալի հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, որոնք աճեցնում են ավոկադո եւ մթերման խնդիր երբեք չեն ունենա։ Այո, բարձում է որ այո, բայց իհարկե երբ արդեն քաղում ես, նրանք կարող են բավականին շուտ հասնել։ Շատ արագ ճանալ, այնպես որ պետք է խելացի գտնվել, բայց բարձվում է որ կա այսպիսի հետաքրքիր փաստ ավոկադոյի մասին։ Իրականում կա նաև շատ չնայած այն բոլոր առողջարար հատկանիշների եւ կարեւորության, որն ունի ավոկադոն ու անդադար խորհուրդ են տալիս կիրառել մեր առօրյա սննդակարգում, նաև ասում են, որ ավոկադոն այն մթերքներից մեկն է, որը արդեն շատ է գովազդվել եւ նաև այդ գովազդն է պատճառը, որ սկսել են շատ օգտագործել մարդիկ, երբեմն առանց հասկանալու նրա կարևորության, առողջարար հատկությունների կամ այն վիտամինային կոմպլեքսի մասին, որը պարունակում է ավոկադոն։ Այո, եւ հաճախ շատ դժվար է նաեւ տարանջատել իհարկե ինչն է միֆ, ինչն է իրականություն, իդեպ հրաշալի նաեւ գուցե թեմա մեր առավոտլուսոյի նորեջի համար, միթե իրականություն մի օր կարելի է նաեւ բացահայտել այս ամենը, որովհետեւ ուսումնասիրելու ընթացքում թեման ես նաեւ օրինակ բացահայտեցի, որ փաստորեն Քրիստոսից առաջ 5000 տարի առաջ դեռ ավոկադոն կար, այսպես մարդկանց խոհանոցում ամեն դեպքում եթե հնարավոր է դեպս կոչել տեղեր գտնում եւ դեռ ացտեկները, անգամ եւ մայաները ամենահնագույն քաղաքակրթությունները օգտագործում էին ավոկադոները եւ շատ լավ գիտեին արդեն դրանց բոլոր օգտակար հատկանիշների մասին, բայց ահա եւս մեկ անգամ դժվար է ասել այս արդյոք սա մարքեթինգային պատմություն ու հնարքեմ է, թե իրական փաստ է։ Պետք է ճշտել։ Իրականում բացի խոհանոցից նաև ավոկադոն շատ օգտագործվում է այլ դեպքերում, ավոկադոյի յուղը մասնավորապես, թե մարմնի, թե մազերի խնամքի համար նախատեսված միջոցների մեջ են օգտագործում այս յուղը, որովհետև կրկին շատ կարևոր վիտամինային նյութեր է իր մեջ պարունակում, բայց ճոխ է ավելի ներկայացվում գուցե, քան իրականում կա ավոկադոյի յուղը։ Մի բան ամեն դեպքում փաստ է, որ ավոկադոն շատ համեղ է, երբեք չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, բայց անհամ է, առհասարակ այսպես համ չկա, չենք հասկանում, կարծում եմ Անուշը եւս կփաստի, որ իսկապես համեղ են, չէ՞ ավոկադոները Անուշ, եւ որքան տարբեր եղանակներ կան դրանք օգտագործելու։ Անուշը շփտում է, նշանակում է այո։ Լսում է, շփտում, գիտես Անուշ, հենց նոր նաև մեր գործընկերներն են միացել այս պատմությանը։ Եվ այո, ինձ հուշեցին, որ ասում են ավոկադոյի անունը ստեղծել են իսպանացիները, նշելով, որ հենց նրանք են առաջինը հայտնաբերել այս մթերքը, միրգը այս դեպքում, եւ իրենք էլ անվանակոչել են ավոկադո։ Այս ընթացքում Անուշը շատ արհեստավար արագ արդեն մաքրեց ավոկադոները այս դեպքում։ Երբևէ փորձել ես տանը աճեցնել այսպես ավոկադոյի փոքրիկ։ Այո, փորձել ենք, իսկ թվում է բոլորն են փորձում այդպես անել, այո։ Ես պիտի առիթից օգտվեմ եւ մայրիկից ողջունեմ ուղիղ եթերից, որովհետեւ վերջին անգամ երբ ես տեսել եմ, կարծեմ 2 կար, չգիտեմ այդ ծառերի ճակատագիրը, հիմա լավ հնարավորություն է այսօր եթերից հետո պարզել թե ստացվել է արդյոք թե ոչ, բայց մի պահ Անուշ ստացվում էր։ Ես հիշում եմ, որ այսպես ինչ որ ծիլեր կային, ինչ որ բաներ կատարվում, բայց շատ երկար էր տևում այդ ուղղակի ինձ մոտ մի քիչ շատ շուտ փչացավ, այսպես ասած, որովհետև շատ արևոտ չէ իմ տունը եւ մի քիչ երևի թե արևը քիչ էր ընկնում եւ շատ շուտ կորցրեցինք, այսպես ասած, բույսը, բայց ասեմ, որ շատ-շատերն են հիմա տանը փորձարկում, բայց քիչ եմ լսել, որ ծառը մեծանում է, բայց պտուղ դեռ չեմ լսել որևէ մեկի տանը, որպեսզի դա, այո, որ աճի։ Այնպես որ հետաքրքիր է։ Լոշիկները այսպես արդեն դրեցինք։ Եվ հիմա մի փոքր արագացնեմ։ Դուք հետաքրքիր ինֆորմացիա իհարկե տվեցիք, տեղեկություն տվեցիք։ Ես այսպես դանդաղ աշխատում էի եւ լսում էի։ Իրականում ես վստահ եմ, որ շատ օգտակար է եւ դա միֆ չէ։ Այո։ Շատ համեղ է, դա միֆ չէ։ Բայց Դավիթը անցած եթերաշրջանում նորից խոսում էր դրա մասին, որ շատ լավ, այո, մարքեթինգ է արված եւ դա իհարկե փաստ է։ Որովհետեւ մի անգամից սկսեցին խոհանոցներում բոլորը օգտագործել եւ կարծում եմ, որ հենց դրա արդյունքներ։
Իդեպ մեր գործընկերը ինձ նոր հուշեց Հասմիկը մեր գործընկեր, որ փաստորեն 1998 թվականին Հասմիկը ինձ հիմա կուղի եթե ես սխալվեմ, բայց կարծում եմ որ չեմ սխալվում 1998 թվականին Գինեսի ռեկորդների գրքում է փաստորեն գրանցվել ավոկադոն որպես ամենասննդարար մթերք պատկերացնում եք Ահա, տեսնում ես։ Մեկ ամբողջ եթեր կարող ենք նվիրել ավոկադոյի փաստորեն։ Գովազդային արշավը ավոկադոյի սկսվել է հենց այդ թվականից եւ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուց։ Խոհարարներից ես շատ բան եմ սովորել, բայց մանր սող կտրելը դեռ չեմ սովորել։ Դրա համար միշտ հետո այսպես կտրտում եմ, փորձում եմ։ Բայց այս ամենապարզապես խառնելու ես, թե պիտի հարես նաև։ Ես չեմ հարում։ Դու չես հարում։ Ես չեմ հարելու հիմա, որովհետև մենք որոշեցինք աղցանի նման մատուցել, որ պետք է ուղղակի լավաշի վրա դնենք։ Իդեպ կարող ենք բրնձի թերթիկների վրա էլ դնել, այո, վերջերս շատ արդիական է դարձել, որ մի փոքր ձիթայուղով տապակում են եւ ափսեի տեսք է ստանում։ Բայց մենք այդպես արել ենք մեր տաղավարում, դրա համար այս անգամ որոշեցի մի քիչ հայկականացնել եւ լավաշները բերել։ Ինչու ոչ։ Ինչու ոչ, որովհետև ուղղակի տանը կարող է որևէ մեկը չունենալ կամ մոտակա խանութում չլինի եւ իմանա, որ կարող է նաեւ լավաշի վրա ուղղակի դնել։ Շատ քիչ սխտոր կավելացնենք։ Ես ընդհանրապես սխտորը շատ քիչ եմ ավելացնում, զուտ մի փոքր համ տալու համար։ Իսկ այսքանն է բավական է։ Սխտորը, որովհետև շատ կարևոր համեմունք է։ Կան ու բաղադրիչներ, ընդհանրապես կան մթերք, որ առանց սխտոր պատկերացնել չի լինի, իհարկե մանեն ժպտում է, չի սիրում սխտոր, բայց այդպես է։ Ես այս ընթացքում գտա Ես զարմացա այս պահին Անուշ, ճիշտն ասած։ Գտա ավոկադո, Անուշ, ավոկադոյի տեսակ։ Գուցե այստեղ գիտնականների մատն է նաև խառը եղել ստեղծելու ամբողջ այս ընթացքում, բայց փաստորեն կա ավոկադոյի տեսակ, որը կոչվում է cocktail avocado, այսպես փորձենք հենց անգլերեն անվանումը ասել, որը կորիզ չի պարունակում։ Հետաքրքիր է, չենք տեսել։ Տեսնում ես այստեղից։ Այո։ Ուսում այնպես անել, որ մեր հեռուստադիտողները եւս տեսնեն, ահա տեսնում եք այսպես։ Շատ հետաքրքիր, այսինքն կորիզ չկա եւ իրան ամբողջովին անգամ կեղևը կարելի է ուտել, դա ամեն դեպքում այդպես է գրված, բայց պատկերացնես ինչ հեշտ կլինի արագ պատրաստել եւ ժամանակ ծախսել այդ կորիզը ճիշտ հանելու համար։ Իրականում եթե ճիշտ ընտրենք ավոկադոն գնելիս, այո, շատ հեշտ է դուրս գալիս։ Ես չգիտեմ, հեռուստադիտողները այդ պահը ֆիքսեցին թե չէ, բայց գթալով շատ հեշտ։ Այո, շատ արագ հանեցիր դու։ Եվ որովհետև լավն էր, փափուկ էր, մի փոքր պետք է ընտրելիս մի փոքր այսպես սեղմեք, եթե տեսնեք, որ փափուկ է, ուրեմն կարող եք հանգիստ գնել, այո։ Իդեպ նաև կարող եք սառնարանում պահել սերի հեռուստադիտողներ, որ դեռ 2-3 օր, եթե տեսնում եք խանութում ձեռք բերելիս, որ արդեն այո պատրաստ է, այն հասունացել է, կարող եք դեռ մոտավորապես 2 օր պահել սառնախցիկում եւ հետո նոր օգտագործել։ Բայց դրանից երկար որ պահեք, արդեն երևի հետո էլ չեք օգտագործել։ Ոչինչ չի լինի, որ ոչինչ չի լինի։ Բայց երբեմն երբ մի փոքր ավելի հասունացած է լինում, հենց հրաշալի է այդպես պատրաստել գուակամոլեն, գուցե այլ բաղադրատոմսերի համար մի փոքր այդքան էլ հարմար չլինի, բայց հենց այս դեպքում կարծում կարելի է օգտագործել։ Սոխը չգիտեմ Անուշ, բայց որ կանաչին դու վարպետորեն շատ մանր կտրատում ես։ Դա սովորել է։ Դա փաստ է։ Ահա, հիմա մեզ մնում է ավելացնենք կիտրոն։ Իդեպ, մենք կարող ենք սոխը մարինացնել եւ ընդհանրապես իր այդ կծվությունը անցկացնենք, բայց մի փոքր առատ կիտրոն կլցնեմ այստեղ աղցանի մեջ։ Ինչպես ես մարինացնում սոխը։ Կարող ենք հենց կիտրոնով առանձին։ Շատ տարբեր տեսակներ կան։ Կարող ենք ուղղակի ջրի մեջ տարբեր կանաչիներ լցնել, օրինակ ռեհան, այսպես սուր համեր ունեցող կանաչիներ, ցիտրոն եւ սոխը թողնել մեջը մի փոքր 20 րոպե, 15 րոպե մնա։ Կարող ենք քացախի մեջ ավելացնել ջուր քացախ եւ սոխի այդ կծվությունը անցնում է։ Նաեւ կիտրոնի հյութի միջոցով կարելի է այդ նույնը ստանալ։ Այո։ Մեզ մնում է ավելացնել աղ, սև պղպեղ եւ ձիթապտղի յուղ։ Ահա։ Մոտենում ենք ավարտին։
Մի լավ խառնում ենք, բույրը սքանչելի է ուղղակի հիմա։ Մենք անգամ այստեղից ենք որքան արդեն համեղ հասել է մեզ կլինի։ մոտ։ Թարմ եւ համեղ բույրը։ Եվ վերջ։ Կարող ենք մատուցել։ Պատկերացրեք ինչ գեղեցիկ նախուտեստ կլինի։ Իսկապես եւ շատ արագ, շատ հեշտ, Համեղ, առողջարար։ վստահ եմ շատ համեղ, մենք շուտով կհայտնվենք խոհարոցում, սիրելի հեռուստադիտողներ, որպեսզի փորձենք, բայց շատ լավ նաեւ տարբերակ առաջարկեցիր Անուշ բրնձից պատրաստված այդ լոշիկների միջոցով նաեւ մատուցել վստահաբար շատ համեղ կլինի, շատ եմ սիրում։ Այո, ես վերջերս շատ եմ այդպես պատրաստելու, այո։ պատրաստում։ Դու որոշեցիր հենց նոր ինչ որ բան պատրաստել ես նկատեցի դա քո աչքերում։ Ընդհանրապես յուրաքանչյուր հենց նոր ամառային այսպես թեթև աղցանները կարելի է շատ հաճախ կարելի է օգտագործել հենց բրնձի թերթիկները եւ վրան դնել ու մատուցել այդպես։ Բայց երբեմն մի փոքր բարդ է ռոլեր ստանալը ինչ որ այսպես հենց բրնձից որովհետեւ մի փոքր կամակորեն պատրվում են։ Այո, պատրվում են շատ արագ։ Չի որ այո, հեշտությամբ ստացվում է։ Շատ գեղեցիկ է Անուշ, շատ։ Վերջ։ Դե արդեն պետք է գաք համտեսելու, Անուշ լինի։ Շնորհակալ ենք Անուշ։ Իրականում միշտ արագ, միշտ վստահ ենք արդեն համեղ եւ առողջարար, թե բաղադրատոմսով, թե խորհուրդներով պատմելու ու մեր հեռուստադիտողներին ներկայացնելու համար շնորհակալ ենք։ Սիրով։ Որքան նաև հետաքրքիր բաներ իմացանք ավոկադոյի մասին, չէ՞, հրաշալի Շնորհակալություն Դավիթ։ Շնորհակալություն նաև Հասմիկին, մեր գործընկերոջով, մեր ամբողջ անձնակազմին, որ այս ընթացքում փորձում էր ամենահետաքրքիր փաստերը գտնել ավոկադոյի մասին։ Ես առաջարկում եմ դու հաճախ ավոկադոյով բաղադրատոմսեր առաջարկես, որովհետև այստեղ ես տեսնում եմ, որ դեռ մի շարք հետաքրքիր փաստեր կան, որոնց համար ժամանակը չի երիկի, բայց կարող ենք դեր անդրադառնալ։ Իսկ հիմա ճիշտ կլինի իհարկե անցնել առաջ, լսել լավ երաժշտություն ու վերադառնալ։